Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, Գործարար Ալիքի եթերում դուք լսում կամ դիտում եք հետախույզի օրագիրը հաղորդումը։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Վովա Վարդանովն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև։ Մենք ճիշտ է, նախորդ հաղորդման շրջանակներում էլ զրուցեցինք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած զինծառայության մասին օրինագծից, բայց այսօր մենք ձայնագրվում ենք հենց նույն օրը, այսինքն մայիսի 22-ին, կառավարությունը հավանություն տվեց նախագծին, սակայն որոշակի փոփոխություններ իրականացվեցին Ինչ փոփոխություններ են, որ ես էի ասում, որ մի ամիսը պետք չի։ Ոչ, ցավոք, այս դեպքում գնային փոփոխություններ են կատարվել, մասնավորապես, այո, տարիֆները փոխվել են, պարտադիր զինծառայությունն անցնել 1 ամիս վճարելով 24 միլիոն դրամ, պարտադիր զինծառայություն անցնել 4 ամիս վճարելով 18 միլիոն դրամ, մինչև 16 տարին լրանալ, սա շատ հետաքրքիր կետ է, զինվորական հաշվառման տարիքն է 16 տարին, Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։ Եվ պարտադիր զինծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիքը ներկայիս 27-ի փոխարեն նախատեսել 32 տարեկան։ Այստեղ 37 էին ուզում։ 32-ը այս պահի տվյալներով գուցե հետո փոփոխության ենթարկվի։ Ձեր կարծիքը արդեն փոփոխված օրինագծին, եթե այսպես վերջնական տեսքով նայենք, ինչ կտա մեր բանակին եւ ինչ կվերցնի։ Նախ ես առաջարկում եի որոշ բաներ, ասենք այդ օրենքը ընդհանուր առմամբ ես հասկանում եմ ինքը սոցիալական արդարությանը դեմ է եւ արդեն որ երրորդ նմանատիպ օրենքն է ընդունվում, բայց ես այս օրենքին ասենք կողմ էի մի քանի բացառություններով, էլի պիտի մի քանի կետ փոխվեր։ Ես դրա մասին հենց ստուդիայում ասել եմ, ինչքան էլ ասենք անարդարություն, մեկը արդար կողմերը պիտի պահես, մեկ էլ պիտի քաղաքացու մասին մտածես, sense տանից։ Քաղաքացու մասին ոնց ես մտածում, եթե ինքը մի ամիս գալիս է մենակ շոր հագնելն է, ասենք հասցնում սովորի, մեկ էլ հասցնում է, ասենք զգաստ կանգնած պարոն գնդապետ բառերը ասի։ Ուրիշ բան դժվար էլ մի ամսում սովորի։ Մանավանդ ասենք, եթե ինքը ոմայի դասերին չի հաճախում։ Ես դա չեմ գովում, ոմայի դասերը իրենց արդյունավետությունը ցույց տվեցին նույնիսկ զինված ուժերում 23 թվականի հոկտեմբերի 3-ից 29-ը անցկացված հավաքների ժամանակ արդյունավետան նույնիսկ 7-8 օր, ասենք, մենք դասընթացներ անցկացրեցինք, մինչև հիմա Կոտայքի մարզի են տղաները, ովքեր որ եկել դասընթացներին եւ հետո դիրքեր են պահել, մեր հետ միասին իրենք բան են, միջև հիմա կապնվում են, ասում են, բա եփա լինելու։ Ուրեմն ես առաջարկում եի, հիմա էլ եմ առաջարկում, պետք չի, ասենք, այդքան փողի մոլուցքով տարված լինել եւ մի ամիսը միանշանակ հեռացնել, որովհետեւ քաղաքացու անվտանգության հարցն է։ Լավ հասկացանք, ասենք փողոտ մարդիկ sense tenants իրանց երեխեքին ազատում են ծառայությունից, որովհետև սոցիալական արդարության վրա իրանք թքած ունեն, բայց պետության այրերը պիտի մտածեն նաև այդ տիպի մարդկանց, ասենք, զավակների մասին, փաստացի արդեն հասուն տղամարդկանց մասին։ Ուրեմն պատերազմական իրավիճակում միայն զենք բռնելը հնարավորության դեպքում 2 անգամ հրաձգարան գնալը, իսկ հրաձգարան գնալը դա ինքնասպանության ձև է, եթե չկա շարունակությունը, որտեվ քո մոտ ստեղծվում է իդեալական պայմաններում կրակելու, ասենք, բան, ասենց մի հատ սինդրոմ է ստեղծվում, որ դու խոցում ես, քեզ չեն խոցում։ Պիտի ուրիշ անհրաժեշտ, ասենք, գիտելիքներ ստանա զինվորականը եւ պատերազմական իրավիճակում մի ամիս պարապած երիտասարդները թնդանոթի միս են միանշանակ։ Մի ամիսը կարճ ասած անհեթեթությունա ու այն մարդիկ ովքեր որ ուրախանում են որ ահա մի ամիս կծառայացնեմ, ասենք այս փողն էլ կտամ, որովհետեւ ինքը իմ մոտ աշխատելով այսքան բարի կստեղծի հենց այդ գումարի չափով եւ այլն, այդ մարդիկ հենց առաջինը պետք է ոտքի կանգնեին կամ ամենակիչը այս մի ամսվա բանը բոյկոտեն, որովհետեւ նախ ворս չի դառնա մի ամսում ինքը հալածվելու է, ասենք, անձնակազմի կողմից, բավականին, ասենք, լուրջ ձևերով կազարմայա դրա դեմը չես կարանա առնես,
տղերքի կոլեկտիվ 24 ժամ 7 օր շաբաթվա մեջ, ասենք, լուրջ բարձավանքի են ենթարկվելու այդ մի ամիս ծառայություն անցնողները, եւ դա զոնա չի, բանը մարդիկ սոված չեն մնում, այսօր մանավանդ այդ ռեստորանային, կիսառեստորանային սնունդը ստանալով տուլիկներով կոլեկտիվը չես գնի, ոնց որ ասենք հաճախ լինում է ուրիշ, ասենց ասեմ, բանը տղամարդկանց կոլեկտիվներում, փակ կոլեկտիվներում, կարճ ասած միանշանակ ապուշություն է ու վտանգավոր է հենց այդ մի ամիս ծառայություն անցնողների համար։ Երկրորդը պիտի անպայման կետը լինի, ես հիմա չլսեցի այդ կետը, իսկ սկզբից նախագծում կար այդ 25 օրյա հավաքների վերաբերյալ։ Առաջի հերթին հավաքներին եթե տարին մեկ չէ, 2 տարի մեկ պարտադիր պիտի կանչվեն այդ կարճացված կարճ ժամանակ ծառայություն անցնողները, որպեսզի իրանց մարտունակությունը բարձրանա եւ ընդհանրապես եթե ճիշտը խոսանք, ես դեմ չեմ, որ բոլորը մի տարի ծառայեն։ Բոլորը, բայց համ կանայք, համ տղամարդիկ եւ հետագայում, ասենք, ծառայության ժամկետը բարձրացնել 3-4 տարի, բայց այդ 3-4 տարին անցկացնեն ամեն տարի հավաքներին մասնակցելով, մինչև ասենք ծերություն։ Դա կլիներ, ասենք, adekvat այն վտանգներին, որ մեզ շրջապատում են, դա կլինի adekvat հասարակությանը ճիշտ ուղու վրա, ոնց որ ասած ճիշտ ալիքի վրա պահելու, ասենք, ցանկությունով, նարկոմանիայից, հարբեցողությունից հեռու պահելու բանով։ Այն որ ասում են սովորելը նորաձև է, բան չասեցի, հա, լավ բան է, մշտապես սովորելը, այսօր 21-րդ դարում, երբ որ ամեն օր մի քանի 100 մասնագիտություն մեռնում է եւ մի քանի նոր մասնագիտություն է տասնյակ ստեղծվում, մշտապես սովորելը անհրաժեշտություն է, բայց ֆիզիկականն էլ պետք չի մոռանալ։ Լավ, ընդունեցինք, որ վարչապետը հեծանիվ ակշում իր ֆիզիկականը փորձում է լավ պահի, իրեն այնքանով էլ չի հաջողվում, երևի շատ նստակյաց կյանքով ապրում, բացի հեծանիվ քշելուց։ Բայց երկրորդ էշելոն մարդկանց սպորտով զբաղվելուց չենք տեսնում։ Եթե մենակ Ստալինը իր տղաներին ուղարկեր կռվի դաշտ, չուղարկեր Ժդանովը, չգնար Արտյոմի զավակը, դա հեղափոխական կարկառուն դեմքերն են, ասենք, չգնար Օրջոնիկիձեի զավակը, չգնար Մոլոտովի, Խրուշովի զավակները, ասենք, եթե իրանք չգնային միայն Ստալինը, դա պարզ պրոպագանդա էր լինելու, ոնց որ եղավ 20 թվականին։ 20 թվականին մենակ վարչապետի որդին էր, որ ասենք ջրականի ուղղության վրա պատերազմին, ասենք, մասնակցեց, թե գտնվում էր պատերազմի դաշտում, ոնց ուզում եք, ասենք, ընդունեք։ Այդ ժամանակ արդեն լավ հասկացա իր կողքի կանգնածները մեծ մասամբ երիտասարդ էին, ասենք, այդ քայլող կուսակցության եւ իրենց զավակները դեռ ոնց որ ասած զինվորական տարիքի չէին, բայց կարային իրանք էլ դուրս գային կռվի դաշտ, էլի։ Նույն, ասենք, Նիկոլ Փաշինյանը, չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարիչ, երբ որ ինքը ուղղակի երեսփոխան էր, 16 թվականին հավաքագրվել էր մի անձնակազմի մեջ, որը որ ինչքան տեղեկացված եմ, բանը ճամբարակի ուղղության վրա մարտական հերթապահություն էին իրականացնում, լինելով երեսփոխան։ Հետո հիշենք վերջապես, ասենք, մի քանի Հայաստանի Հանրապետության երեսփոխաններին, որոնցից մեկը Սամվել Շահմուրադյանը, որը զոհվեց մարտի դաշտում։ Դա նորմալ է։ Եթե վախկոտ չեք, պիտի անեք։ Իսկ եթե վախկոտ եք, ասենք, ձեզ ավելի շատ կանացի լաչակն է սազում, դե հիմա ինչ արած։ Հակեք այդ կանացի շրջազգեստը, ոնց որ ժամանակին Գարիկներ ասում, այդ ամոթ չի եթե էլի, ասենք։ Հիմա նայեք օրենքի վերաբերյալ սոցիալական անարդարություն է, միանշանակ։ Բայց միևնույն ժամանակ օրենքի հեղինակը թեզ էր տանում առաջ, որ սենց տնենց մարդուն ազատում էին։ Սենց տնենց ազատում էին եւ կոռումպացված, ես հիմա ինչ ասենք, կոռուպցիայի դեմ պայքարելը вообще-то ոչ մեկ չի բան արել, ու դրան հեղում անելը, որ կոռումպացված ձևերով մարդկանց ազատում էին, դա մի քիչ բան է, էլի, անզորության նշանը։ Այո։ Ուրեմն անզոր են իրանք ղեկավարության մեջ, չեն կարողանում շատ կոնկրետ մարդկանց, ասենք, ուշադիր նայեն, հա,
Դա շատ կներեք, էլի, չի կարելի նման անզորություն միանշանակ ընդունել, էլի, հակառակ դեպքում դուք ինչ իրավունք ունեք, ասենք, ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը, որը էկզիստենցիալ ոչնչացման եզրին կանգնած, ասենք, երկիր է։ Այդ ոչնչացման բանի մասին խոսանք, այդ Ալիևի հայտարարությունը վերջի ճառը, որ ինքը կարդացել է Թուրքիայում, կարծեմ Անկարայում։ Եթե մեր քաղաքացիները, ովքեր որ կօգտվեն այս օրենքից, կես տարի ոչ պակաս ծառայել, եթե մի ամսից են օգտվելու դեբիլ են, ով ուզում ալնի, ինքը դեբիլ է, ինքը իր երեխուն չի սիրում։ Նախ չի ուզում, որ որս դառնա, երկրորդը, ասենք, զոհվելու ճանապարհին է կանգնացնում։ Ենթադրում ենք, որ ինքը կարքին տղա է, չէ, ասենք, ծնողների ազդեցության տակ է, այդտեղ հայտնվել է, ասենք, այդ ծրագրի մեջ եւ կռվի դաշտ դուրս կգա, որպեսզի իր կնոջը հետագայում եւ զավակներին պաշտպանի։ Ինքը որց է, ենթադրենք որց է, նորմալ։ Հայ տղամարդ է։ Դե եթե հայ տղամարդ չի, դա մենակ երաս փոխաններին չի վերաբերում, էլի, նաեւ այդ ծրագրի օգտվողներից ոչ որցերը, թող էլի շրջազգեստ հակնեն, նորմալ է, հասարակությունը երևի նորմալ կընդունի, մի քիչ կխնդավրեկները, բայց դա բան չկա էլի դրա մեջ։ Այնց մի սարսափելի բան կա, բայց պետության տեսակետից եսի մի ինչ վտանգավոր չի։ Հիմա վախկոտ, այն աստիճանա վախկոտ, որ կարելի ասել ցռան վերգոյա ու ասենք ոչ մի ձևով պիտանի չի կարա լինի մարտի դաշտում, ընդունեցին, կարա դետենց տարբերակներն են։ Նախ պիտի ասենք այդ մի ամսվա օրենքից ոչ մի դեպքում չօգտվեն։ Ոչ ոք, եթե դեբիլ չեն, ես մշտապես ասելու եմ, ով ուզում ալնի, հələ չեք օգտվել, չէ։ Եթե օգտվեք, ասելու եմ, դեբիլ եք, անկախ դրանից դուք ինձ մոտիկ եք, ծանոթ եք, բարեկամ եք, մեծապատիվ, ասենք, չգիտեմ ովքեր եք, հանցագործ աշխարհում ձեզանից ինչ եք ներկայացնում, տղամարդկային սպորտի մեջ եսի ինչ եք դեբիլ եք, եթե մի ամսվա բանից օգտվում եք դուք կամ եթե ձեր ծնողներն են ձեզ դեբիլացնում, դա չի փոխում իրավիճակ։ Կես տարի եւ մի տարի ծառայելով, ասենք, տուրք մուծելով, առաջնահերթ հավաքներին մասնակիցները իրանք պիտի լինեն։ Էլի նույն նպատակով, որ իրանց մարտունակությունը բարձր լինի։ Մարտունակությունը, եթե դու իրենց բարձր պահես, իրանք նույնիսկ կարան հայկական զինված ուժերի էլիտան դառնան։ Մշտապես ամեն կես տարին մեկ կամ 2 տարի մեկ ամսով 25 օրով հավաքներին մասնակցելով։ То есть կարակ ոչ միայն փողով էլիտա լինեք, այլ մարտի դաշտում, եթե չէ, ծառայության մեջ էլիտա լինեք, ձեր զավակներով, դա հաշվի առեք։ Էլիտանը տենց է ձևավորվում, ուրիշ ձև չի ձևավորվում, ոչ ձեր փողերով, ոչ ձեր հղի տղամարդու, ասենք, փոր ունենալով է ձևավորվում, ոչ հաստ վզերով կամ վզերի վրա, ասենք, հաստ զարդով բանա կնոջ հետ մրցակցելով, ասենք, զարդը, որ վզներին կախում են, ոչ մի բանով էլիտա չեք դառնա, բացի, ասենք, այս երկրին տեր լինելուց, իսկ տերը զինվորական ծառայության մասնակիցը, դա հիշեք։ Էլ չեմ ասում, օրերից մի օր կարա փոխվի իշխանություն, որ այս օրենքը ոչ թե չեղյալ անի, այլ կատարելագործի։ Եվ պարտադրի 25 օրով զինվորական ծառայության գնան մարդիկ կես տարի մեկ կամ 1 տարի մեկ։ Դա լա չէ հնարավոր։ Ընդհանուր առմամբ ոնց ասացի, օրենքին այնքան էլ դեմ չեմ։ Դեմ եմ այդ հիմար պերեբորներին, որը զենքի օրենքի ընդունման ժամանակ էլի կար հիմար պերեբոր։ Փաստորեն բանը զենքի օրինագիծը զենքի խստացման սուտա, որ ինքը ազատականացում է, որտեղ քննություն էր մտվում, խստացման օրենքի մեջ փաստորեն հեղինակներից մեկը լինելով ես, հետագայում, ասենք, դե մեր մոտ նախաձեռնություն, չգիտես խի հասարակությունը եւ քաղաքացին չի կարա ունենա, այդ ամեն ինչը հենց արեցինք, որ մարդիկ իրենց վրա վերցրեցին բանը իշխող կուսակցությունից։ Այդ զենքի օրինագիծը բնական է, մարդիկ, ասենք, շատ հեռու լինելով այդ ամեն ինչից, սկսեցին բան անել, ալաֆրանգի բաներ մտցնել մեջը, տրավմատ պիստոլետներ մտցնել, առանց հասկանալու, որ այդ դրա իմաստը որն է, խորքային իմաստը չէ, ուղղակի իմաստը որն է տրավմատի։ Տրավմատ ատրճանակը ստեղծվել է Ռուսաստանում 90-ական թվականների բեսպրեդելի հանցագործ աշխարհի, ասենք, ասենց վառ
Ռուսաստանում sense ցայտուն ձևով Երևանու պարագայում, որպեսի քաղաքացուն ամեն մեկի կողքը ոստիկան կանգնացնել անհնար էր, որպեսի քաղաքացին իրավունք ունենա ինքնապաշտպանության, ասենք, միջոց ձեռք բերի։ Այդ էր տրավմատը։ Փառք Աստծո, խելքի եկան, ասենք, երևի մի քիչ էլ մեր խոսալը դեր խաղաց, այդ տրավմատի բանը օրենքի նախագծից հանեցին։ Նույն բանը, այսենց Հռոմի պապից ավելի սուրբ լինելու ցանկությունը պերեբոր են արել մի քիչ, համը հանել են։ Կես տարի, մի տարի, ասում եմ, ես այնքան էլ դեմ չեմ։ Ավելի լավ կլիներ, որ միայն մի տարի լիներ, կես տարին էլ չլիներ։ Բայց եթե ասենք համարում են, որ դա ավելի կնպաստի, չգիտեմ, Հայաստանի քաղաքացիության, ասենք, արտահոսքի դեմ պայքարին եւ այլն, ընդունեցի, բայց մի ամիսը ասեցի, առաջի հերթին վտանգավոր է հենց այդ մարդկանց նկատմամբ, այդ օրենքը, ասենք, սուր եզրով նայում է հենց այդ մարդկանց կրծքին, ում, ասենք, երեխան որս չի դառնում իր ժամանակին, որը, ասենք, զինծառայությունը ապահովում է եւ թնդանոթի միս վիճակում է իրան պահելու մշտապես սաղ կյանքի ընթացքում։ Մի փոքր հեռանալով այս օրինագծից, ես կուզեմ նաև անդրադառնանք, ինչպես դուք էլ շեշտեցիք Ալիևի ելույթին, որը տեղի ունեցավ Անկարայում։ Այսպիսի իրավիճակ ունենք, պարոն Վարդանով։ Մի կողմից մենք հայտարարում ենք, որ ցեղասպանության ճանաչումը մեր քաղաքական առաջնահերթություններից չէ, օրակարգից դուրս ենք մղում, միևնույն ժամանակ այդ նույն օրակարգում չկա որևիցե խոսք արցախցիների վերադարձի իրավունքի մասին չի բարձրաձայնվում, եւ ունենք Անկարայում ելույթ ունեցող Ալիև, ով ասում է, որ պիտի արևմտյան ադրբեջանցիները ունենան իրավունք վերադառնալու իրենց հայրենի հողերը եւ դրանով դիմում կար Հայաստանի կառավարությանը, որ Հայաստանի կառավարությունը եւ Հայաստանում պիտի քննարկեն, երբ ինչ պայմաններում պիտի դա տեղի ունենա։ Հայ ձեր կարծիք այս ամենի վերաբերյալ։ Նախ այս իրավիճակը առաջացել է, որ թուրքերը նման պահանջներ են բանանում, առաջ ուղակի դատարկախոսություն էր, իսկ հիմա դարել է բավականին լուրջ վտանգ, մահակներից մեկն է մեր գլխին կախված, անձամբ իմ մարտերում պարտվելու պատճառով։ Անձամբ իմ մարտական ընկերների առաջի հերթին։ Դրա մեղավորությունը, ասենք, մերն է միանշանակ, բայց մեր հետ մեղավոր են մի քիչ ավել մեզանից նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ այդտենց պլաց բանակ են ստեղծել եւ պահպանել են պլաց բանակ վիճակը առ այսօր։ Իրանց մեղքն է։ Նույնիսկ կրկնակի կամ եռակի, բայց որ ես էլ եմ մեղավոր, ես ասենք վատ եմ իմ աշխատանքը կատարել, որը որ ես ինքնուրույն ստանձնել եմ հասարակական գործիչի աշխատանքը, որ բացադրեմ, որ շարքով քայլելը չի, շարային պատրաստությունը անհետ միջև հիմա գեներալիցետը, ասենք, շարային պատրաստություն է հանձնում, էլի, դա խոսում անդրամասին, որ ես իմ գործը լավ չեմ անում, որ միջև հիմա պլաց բանակ է, շարայինի բանակ է, մարտի դաշտը հաշվի չի առնում, ում դեմ է կռված եւ այլն, սաղը տեղից է գալի։ Սաղ գալիս է այդ տեղից, պլանավորել զինված ուժերը թե սրանից 20 տարի առաջ, թե 30 տարի առաջ, թե առ այսօր, ասենք, ի վիճակի չի մի քանի տարի է։ Ես բանը, չգիտեմ, ինչ որտեղ չեմ ուզում անհամ բառեր ասեմ, բայց այնպես ցնցության մեջ է, որ սենց երջանիկ ապուշի հայացքով է ֆարֆարում, երբ որ սրանից մի 10 տարի առաջ 7 տարվա պլան ընդունվեց։ Վերջապես Հայաստանում ինչ որ մեկը ռազմական գործի հետ առնչվող սկսեց պլանավորել ապագան։ Դա հիմա բացակայում է, դա դրանից առաջ էր բացակայում, այդ ժամանակ էլ շատ ժանգոտ անիվներ էին, շատ դժվար էր շարժվում, ես իմ ինչ ձևի չհասցրեցել օգուտ տալ։ Մենք պիտի հասկանանք, որ նման ոնց որ ասած Հավայի խոսակցություն չի մնում այդ թուրքերի խոսակցությունը, այդ Հավայի խոսակցության կարգավիճակում մեր թուլության պատճառով։ Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր թուլությունը պահպանվի միանշանակ, մենք բոլորս ինչի պիտի Հայաստանի քաղաքացին լինի այդ աստիճան թնդանոթի միս։ Մենք չէ որ 1.5 միլիարդ Չինաստան չենք, 1.3 միլիարդ, 1.5 միլիարդ Հնդկաստան չենք,
Մենք նույնիսկ 300 քանի միլիոն, ասենք, Ամերիկա չենք։ Մենք ընդամենը 2.5 միլիոն Հայաստանի տարածքում ապրող Հայաստանի քաղաքացիներն ենք, ճնշող մեծամասնությամբ հայեր, եւ այդ 7 միլիոն հայերն են, որոնք մեզ բարի աշկով են նայում Սփյուռքում գտնվելով երկրագնդի վրա, էլ ոչ ոք չի քորվի ստեղ մեր կենսունակությունը բարձրացնելու համար։ Ուրեմն դա մեր գործն է, մեր կենսունակությունը բարձրացնելու։ Էլ ոչ ոք, այն որ ասում են Ռուսաստանը սենց կանի, Պարսկաստանը սենց կանի, Ֆրանսիան սենց կանի, Ամերիկան դա սուտ է, հայր ջան, неужели այդ աստիճան պրիմիտիվ ենք, որ հավատում ենք նման բաների։ Բազմաթիվ անգամ, ասենք, ընդհանրապես գոնե մի տարի դպրոցում պատմություն անցել եք, այնտեղ պարզ թես կա, չէ, ասենք պատմության դասագրքի մեջ այդում է, որ բանա պատմությունը բանա ցիկլիչնեսություն ունի, այսպես կրկնվելու հատկություն ունի։ 100 տարի առաջ, ընդամենը 100 տարի առաջ Ռուսաստանը իր հարցերը լուծելու համար ստեղից զինված ուժերը հավքեց գնաց, ասեց կուժեղանամ հետ կգամ։ Նույնը ասենք սրանից մի 2 տարի առաջ այդ խոսացող գլուխներ էին եկել Ռուսաստանից, ասում էին մի քիչ դիմացեք, ամեն ինչ լավ կլինի հետո, когда-нибудь։ Ֆրանսիան 100 տարի առաջ, ասենք, Կիլիկիայի վերաբերյալ պայմանավորվածություն ուներ, թղթով թամասով եւ այլն, ասենք, Կիլիկիայի պրոտեկտորատ պիտի լիներ Հայաստանի հայկական պետություն, որը որ Ֆրանսիայի զոնայում էր օկուպացված Թուրքիայի նախկին տարածքներում, եւ պիտի այդ տարածքը դառնար Հայաստան, որը որ իր մեջ կհավաքեր ցեղասպանությունից փրկված մոտ 200,000 հոգու։ Ու հիշում եք ինչ եղավ։ Ֆրանսիացիները սկսեցին, ասենք, զինել, չգիտես խի, թուրքական եւ բանա քրդական ցեղերը, որոնք, ասենք, մոտակայքում էին բնակվում, չգիտես խի անսպասելի, ասենք, հերացան Կիլիկիայից եւ մենք մնացինք մենակ, ասած, երես թուրքերի հետ, ոտի կանգնած, ոգևորված, հույներին, ասենք, Անկորայի ճակատամարտում հաղթած Թուրքի հետ Էնվերի նոր աստեղծ Թուրքիայի հանրապետության sense դեմ արդեմ կանգնած մնացինք Թուրքիան իր 20 միլիոն բնակչությունով եւ 200,000 ասենք բանա նման է իհարկե ասենք Արցախի իրավիճակ ինչ է 10 միլիոնանոց ասենք Բաքվի հանրապետություն եւ 100,000 մենակ sense երես առերես մնացած ասենք Արցախցին խաղապահ դե ոնց որ ֆրանսիացին 100 տարի առաջ խաղապահ ոչ մի բան չարեց ասենք Արցախում չասեմ ովքեր էին խաղաղապահները ինքներդ լավ գիտեք ռուսները խի չասեմ որ հա նույն ձևով հələ հիշեք անգլիական վերաբերմունքը մեր նկատմամբ 100 տարի առաջ հիմա 100 տարի առաջ ասենք անգլիացիները պայքարելով թուրքական ուրեմն Նուրի Փաշայի եւ մուսավատիստական թուրքերի ասենք ինքնակոչ հանրապետության դեմ հայաթափում էին բանը զինաթափում էին հայկական բաները ստորաբաժանումները հետո պարտադրեց Անգլիայի կառավարությունը որպեսի Արցախը ընդունի կարծեմ Սուլեյմանով ազգանունով ասենք գուբերնատորի հիմա Անգլիան ո՞նց է իրան պահում Սուսուփուս չի լսվում British Petroleum բան էլի իդեպ այն մարդկանց որ ասի Անգլիան вообще կապ չունի կուրսեք որ նավթը հիմնականում ասենք անգլիական է եւ գազը անգլիական է որը որ ասենք Թուրքիայում բանա ջրի երես այլնում եւ նույն ռուսական գազն ու նավթը որ մտնում է Բաքվի հանրապետություն ու հետում է Եվրոպա արդեն ոչ որպես ոչ ռուսական անգլիացին ընդդեմ փայ ունի տեղյակ եք երևի էլի Կարճ ասած, բանը ռուսերեն մի հատ բառ կա, սպասение утопающих, дело самих утопающих, էլի, то есть քեզ փրկելը քո գործն է, ախպեր ջան, քո անձամբ մարզվել, պարապել, չուրել, չհարփել, զավակների դաստիարակել ворց, աղջկերքի դաստիարակել առյուծ տեսակ որպես, ոչ թե ասենք հնազանդ Ես չեմ ասում, sense չգիտեմ ինչ եղունքները 1.5 մետրանոց ասենք աղջիկներ ելնեն, որոնք որ բանա էլի անհնազանդություն են ցուցաբերում եկեղեցում 1700 տարի ասենք Հայաստանում կիրառվող բառերը
պսակադրության, այն որ սկսում են ծիծաղալ ու բազմաթիվ կադրեր կան, ասենք հրհրում են այն հնազանդեն բառի վրա, ես նման աղջիկի հետ չեմ, ես այն աղջիկի հետ եմ, որ գիտեն ինչ բան է ընտանիքը, ինչ բան է հնազանդությունը եւ ինչ բան է անհնազանդությունը, ոչ թե կապրիզնի կուկալ կեքին, որ դաստիարակում եք հիմա, չէ, ես դրա հետ չեմ, ես նորմալ առյուծ աղջիկի մասին եմ խոսում, որոնք գալիս են Բոմայում են պարապում եւ Բոմայի տիպի, ասենք ուրիշ տեղերում, հələ մի հատ պարապմունքից հետո եկեք տեսեք ինչ գեղեցիկ են, ինչ խնամված, այդ մեկը մյուսին չի խանգարում, էլի, պարտադիր չի լինի նրանց 100% անոնց ֆիֆը չկա, էդի հաստատ դժբախտացնում եք ձեր երեխաներին նման ձևով աղջիկին դաստիարակելով։ Շնորհակալություն պարոն Վարդանով զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիո դիտողներին հիշեցնում, որ եթերում հետախույզի օրագիր հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։ Տեսություն։